Բարավորվի Աստված եղբայրներ քուրեր եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ իր մեծ ողորմությամբ այսօր մեզ հավաքել է իր շուրջը եւ մեզի վերստին ծնունդ տվեց, որ մենք այսօր կոչվում ենք Սուրբ Հոգով մկրտված եկեղեցի։ Դա մեզանից չի, եղբայրներ քուրեր, դա մեր բարի գործերի չի, դա իր մեծ ողորմությունն է, որ նա կատարեց Գողգոթայի խաչում։ Իր այրան տապած արդյունքն է դա, եղբայրներ քուրեր, մենք ստեղ ոչ մի բաժին չունենք, որովհետև գրված է, նա տալիս է իր հոգին իր հնազանդողների համար, ովքեր որ հնազանդ են Աստծուն, եղբայրներ քուրեր, մենք բարավորում ենք իրան, իր սուրբ անունը այսօր, նա այստեղ անկախ եղանակից, անձրև թե արև այսօր, նա այստեղ է իր սուրբ հոգու միջոցով եւ ուզում է իմ հետ եւ քո հետ այսօր բան տա։ Շնորհակալ ենք Իրանից, եղբայրներ քուրեր, ուզում եմ Կորս Արաքելոցից 5-րդ ներողություն առաջի գլուխ եւ 4-րդ խոսքից ուրեմն մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջի խոսքերն էր համբարձվելուց առաջ կարևոր բան ուներ ասելու աշակերտներին։ Գիտեք, ամենակարևոր բառն էր ասում։ 4-րդ խոսքը ասում է Կորս Արաքելոց առաջի գլուխ եւ 4-րդ խոսքը ասում է եւ նրանց միասին ճողված ժամանակը պատվեր էր տալի, նա ինչ կարևոր պատվեր է, պատվեր էր տալի նրանց ու ասում Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետինքը, որ ասեց ինձանից լսեցիք։ Իրանք լսեցին, Հովանու ավետարանի մեջ ասում է, ավելի լավ է ձեզի, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, եղբայրներ քուրեր, ասում էր մխիթարիչը Սուրբ Հոգին չի գա, նա իրանց ասեց։ Եվ 5-րդ խոսքը ասում է, որովհետև Հովանեսը իրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո, բայց նայեք պատասխանը առաքյալների, աշակերտների ինչ էին ասում, եւ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան Հիսուսին եւ ասում. Տեր, այս ժամանակում ես կանգնացնում Իսրայելի թագավորությունը, ինչ ցավալի է եղբայրներ քուրեր, Հիսուսը ասում է չհեռանաք, լուրջ պատվեր է տալի իրանց, որ չհեռանան Երուսաղեմից, որովհետև Սուրբ Հոգով պետք է մկրտվեք, բայց իրանք մարմնավոր բան են հարցնում, ասում է Իսրայելի թագավորությունը պետք է հաստատես, բայց նա ասեց նրանց. ձեր բանը չէ գիտենալ ժամանակները եւ ժամանակները, որ հայրը իր իշխանությունումը դրավ, բայց դուք ինչ կարևոր բան ասում, դուք ինչ պետք է առնեք, զորություն կառնեք, երբ որ հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմի մեջ եւ Հերյաստանումը, Սամարիայի եւ մինչեւ երկրի ծայրերը։ Փառավորվի մեր Տերը, եղբայրներ քուրեր, այսօր Սուրբ Հոգին միայն լեզուների աղոթքը չէ, եղբայրներ քուրեր։ Փառք Հիսուսին, այո, ես չգիտեմ, շատերը ստեղ Սուրբ Հոգով մկրտված են, եկեղեցու անդամ են, բայց ավելի կարևոր բան կա ստեղ, Սուրբ Հոգին ասում է, երբ որ ձեր վրա կգա, զորություն կառնեք եւ ինձի վկաներ կլինեք, եղբայրս ու քուրս, այսօր ինձանից ու քեզանից շատ կարևոր բան է պահանջվում, որ ասում է դու եւ ես պետք է վկաներ լինենք։ Ում վկաները։ Մենք Հիսուսի վկաներն ենք, որ պետք է մենք որտեղ էլ որ լինենք, դու քո կորզի տեղը, քո համալսարանում, չգիտեմ, դպրոցում, ես էլ իմ կորզի տեղը, որտեղ էլ որ մեզի հնարավորություն է դրվում, մենք պետք է վկայենք, թե Աստված մեզի ինչ է արել։ Գիտեք ինչ է արել Աստված մեզի ինձ եւ քեզ։ Նա գրված է Կողոսացի առաջի գլուխ եւ 12-13 համարները շատ կարևոր բան է ասում։ Ասում է Պողոս առաքյալը, նա մեզի խավարի իշխանության տակից հանեց
եւ դրեց, գիտեք որտեղ գրված է իրա որդու Հիսուս Քրիստոսի արկայության մեջ։ Ես այստեղ ոչ թե սովորական եղբայր եմ, կամ դու սովորական քույր ես, դու Աստծո որպես զավակ, քեզի իշխանություն տվեց, որպեսզի այդ վկայությունը տաս, քո շրջապատի մեջ, քո հարևանների մեջ, որ Աստված ինչ է արել քեզի։ Հիշում եք, երբ որ Հիսուսը բժշկեց այդ դիվահարին եւ ասեց դիվահարը արդեն ինքը նորմալ մարդ դարձավ, ասեց Հիսուս, դուլ տուր որ գամ քեզ քո հետևից գամ, քո հետ գամ, ասեց չէ, դու գնա քո քաղաքը, քո ժողովրդին, քո ծնողներին, քո բարեկամներին եւ վկայի թե ինչ արես Աստված քո հետ, մեզ հետ, բոլորիս հետ, մենք բոլորս կարանք վկայենք, եղբայրներ քուրեր, թե Աստված մեր կյանքում ինչ արել։ Այո, մենք խավարի տակ էինք, մենք սատանայի իշխանության տակ էինք, բայց պարկ իր սուրբ անվանը, որ մեզի հանեց խավարի իշխանության տակից, եղբայրներ քուրեր, եւ դրեց իր որդու Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ։ Թող բարավորվի Աստված։ Մենք բոլորս հիշում ենք, եղբայրներ քուրեր, երբ որ Բողոս ու Շիղան բանտում էին Սուրբ Հոգով լցված, ինչ կատարվեց այն ժամանակ։ Հիշում եք, որ գրված է անգամ այդ բանտի հիմքերն էլ շարժվեցին, եղբայրներ քուրեր։ Ասում է դռները բացվեցին, քափանքները ոտքերից, ձեռքերից դուրս եկան եւ ամբողջ ժողովուրդը փառաբանում էին ասում, որովհետեւ Սուրբ Հոգին ներկա էր այն ժամանակ, Սուրբ Հոգին ներկա է եւ մեր մեջ այսօր, եւ մենք պետք է վայելենք իր Սուրբ անունը, թող Աստծո անունը փառավորվի այս վայրի մեջ, եւ այնտեղ մի բան կատարվեց, այնտեղ մի հոգու, որը վերցրեց սուրը եւ ուզում էր իրան սպաներ, Պողոս առաքյալը կանգնեց, ասեց, դու քեզի ոչ մի վնաս մի հասրու, մենք բոլորս այստեղ ենք։ Եկավ մոտիկացավ Պողոսին եւ Շիղային եւ ասեց, ընկավ իրանց ոտքերը, ասեց, բացվեց իրա հոգու աչքերը, կատարվեց մի բան, դռները բանտի բացվածներ, ինչներ արկելում եղբայրներ քուրեր, որ բանտարկյալները փախնեին, բայց իրա համար Աստված թույլ չէր տալի, որտեղ մի հոգի կար, որ ինքը եւ իր ամբողջ տունը պիտի փրկվեր, եկավ ասեց, ինչ անեմ եղբայրներ, ինչ անեմ, որ փրկվեմ, եւ մենք բոլորս հիշում ենք այդ հայտնի խոսքը, որ Պողոս առաքյալը իրան ասեց, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, կփրկվես դու եւ քո ամբողջ տունը, Աստծո անունը փառավորվի։ Սա է անում Սուրբ Հոգին իր եկեղեցու մեջ, իր ժողովրդի մեջ, նա փրկության ծրագիրը պատրաստել ինձ համար եւ քեզ համար, թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք այո բոլորս էլ հիշում ենք, երբ որ հին ուխտում Հայր Աստվածը եղբայրներ քուրեր Երեմիայի 2-րդ գլուխ 13 խոսքը կարևոր բան է ասում է իմ ժողովուրդը ինձ տողեցին, ես կենտանի ջրի աղբյուրը ինձ տողեցին եւ իրանց համար ասում է ծակ գուբեր շինեցին, որի ջուրը չեն կարա պահեն։ Եղբայրներ քուրեր, ցավալի է, իր ժողովուրդը, Իսրայել ժողովուրդը տողեցին, ասում է իրեններին եկավ, բայց իրենները իրեն չընդունեցին, բայց ովքեր որ իրան ընդունեցին, Հիսուսին ընդունեցին, ասում է իշխանություն տվեց, որ ինչ լինեն, Աստծո որդիներ լինեք, դուք Տիրոջ զավակներն եք, մենք իրա տղաները եւ աղջիկները, դրանից մեծ բան չկա, չգիտեմ ինչ կամպանիայի մեծ նախարար, ինչ ուզում ես եղի ես խավար աշխարհի մեջ, բայց երբ որ քո անունը Հիսուսի զավակ, դա ամենամեծ գոչումը, որ դու կարաս ունենաս եղբայրս ու քույրս այս երկրակնդի վրա, դրանից մեծ անուն չկա դրված, այսօր այդ անունը ինձ եւ քեզ զրիաբար դրվել է, որպես Քրիստոսի աղջիկ եւ Քրիստոսի տղաներ, թող Աստծո անունը փառավորվի։ Մի բան էլ պետք է ասեմ, միտքս եկավ, հիշում եք, երբ որ Հիսուսը Հովանու 4-րդ գլխի մեջ խոսում է, եկավ այդտեղը, որ ջուր խմեր, եւ այնտեղ մի մեղավոր կին կար,
եկել է Իրանից ջուր էր խնդրում եւ ասես ինչպես որ դու հրյա ես եւ ես սամարացի Իրանից ջուր ես ուզում Հիսուսին էր ասում ինքը չգիտեր նա ով է իր հետ խոսացողը հիշում եք Հիսուսը ինչ պատասխանեց նրան ասես եթե իմանայիր Աստծո բարգեւը եւ ով է քեզանից ջուր ուզում ասում է դու Իրանից կուզեիր եւ նա ինչ կտա քեզի կենտանի ջուրը Փառավորվի Հիսուսի անունը նա մեզի տվեց այդ կենտանի ջուրը որ եղբայրները խոսում էին այդ կենտանի ջրերը այսօր իմ ներսից եւ քո ներսից պիտի բխի եւ մենք պիտի փառավորենք Աստծուն թող Աստծո անունը փառավորվի եղբայրներ